Այսինքն ես Երևանի քաղաքապետարանի հետ ոչ մի պայմանագիր չեմ կնքում։ Եվ մենք տեսնում ենք, որ Տիգրան Ավենյանը ստեղ Կիմա Աբրահամյանի հետ չէ խոսում։ Այո, այո։ Անդամ։ Արժի 300,000 դրամ։ Հայտարարք կոռուպցիոն դեպք են բացահայտել, հստակ դեպքը վերաբերվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավենյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Կիմա Աբրահամյանին։ Կիմա Աբրահամյանը հանդիսանում է քաղաք Երևանի ավականու անդամ, այսինքն Երևանի քաղաքապետարանում նա ավականի է։ Ուրեմն հստակ դեպքը վերաբերվում է տոնական տաղավարներին, այն տաղավարների մասին է խոսքը գնում, որոնք դեկտեմբեր ամսին այս տոնորերին Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում եւ այլ վայրերում տեղադրվում են եւ վաճառում են տաք թեյ, սուրճ, ուտելիքներ, նվերներ։ Այդ տոնական տաղավարների մասին է խոսքը վերաբերվում։ Կոռուպցիան կայանում է նրանում, որ Երևանի քաղաքապետարանը գրեթե միշտ այդ տոնական տաղավարները աճուրդով, այսինքն տենդերով ժողովրդին հնարավորություններ ընձեռնում, որ ժողովուրդը մասնակցեր աճուրդին, այդ տաղավարների տարածքները վարձակալեն եւ առևտրով զբաղվեն։ Բայց Երևանի քաղաքապետարանը այս տարի մեկ անձյա գնումով տալիս է այդ հնարավորությունը, լիազորությունները, ամբողջ տոնական տաղավարները Factory Production ընկերությանը։ Եվ Factory Production ընկերությունը համագործակցում է այլ կազմակերպությունների հետ, որը մեկը Get Market այս կազմակերպությունն է, որը իր Instagram-յան էջում սենց հայտարարություն կա, որտեղ այս հայտարարությունում արդեն այդ տաղավարները վերավարձակալության են հանձնվում, հեսա, այս տաղավարներն է, գինն էլ նշած է, 550,000 դրամ, 750,000 դրամ, 1,100,000 դրամով, սա այդ տաղավարների նկարներն է, այսինքն ինչա դուրս գալի, ժողովրդին զրկել են աճուրդով մասնակցելու հնարավորությունից, որ այդ տաղավարները ձեռք բերեին ավելի մատչելի գնով եւ Երևանի քաղաքապետարանը մեկ անձյա գնումով տալիս է այդ տաղավարները Factory Production ընկերությունը, որը արդեն այդ տաղավարները արդեն վերավարձակալությամբ են տալի եւ ավելի թանկ գումարով, այսինքն այդտեղ շատ պարզ հստակ հասկանալի է, որ ժողովուրդը տուժում է, ասենք եթե ժողովուրդը պիտի տաղավարները վարձակալեին օրինակ 200,000 դրամով, հիմա իրանք ամենայն ժամ տաղավարը պետք է վարձակալեն 550,000 դրամով։ Այսինքն ակնհայտ դա կոռուպցիա է վերավարձակալություն տալով։ Սմարթֆոն ունեք, չէ՞։ Գնացեք խնդիրեք տեսնում, հրապարակում արեք սոցիալական ցանցում։ Երբ որ ես տեղեկացա, որ այս բիզնեսի հետ Կիմա Աբրահամյանը անմիջական կապ ունի, ես հեռախոսազրույց եմ ունեցել իր հետ, այդ ամենը ես ձայնագրել եմ եւ կհրապարակեմ, բայց այդ հեռախոսազրույցը շատ երկար է տևել, որ այս տեսանյութը լինի բովանդակային եւ ավելի պարզ հետաքրքիր եւ կարճ, որ մարդիկ դիտեն, ես այդ խոսակցությունը փոքր կտորներով կտեղադրեմ, կարևոր հատվածներով, որ ավելի հետաքրքիր լինի ու հասկանալի։ Եթե ինչ-որ մարդ կցանկանա ամբողջական հեռախոսի խոսակցությունը լսի, ես դա առանձին կհրապարակեմ, որ հետո չասեն, մանիպուլյացիա է, իրանք սենց կտորով են, կտրտել դրել են, տես բան չի ել է, ոչ ամենի հնարավորությունը ես կտամ, բայց քանի որ այս տեսանյութը լինի բովանդակային ավելի հստակ պարզ, ես դա առանձին կհրապարակեմ։ Կիմա Աբրահամյանի հետ չէ խոսում։ Այո, այո։ Անդամ։ Շատ բարի։ Շատ պարզ հստակ ասեցի Կիմա Աբրահամյանի հետ խոսում չէ, ավականու անդամ, նա չհերքեց, ասեց այո, այո։ Շատ լավ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք հիմա հունվարի 1-ից մինչև 14-ը դոմիկներ ենք ավելացրել։ Ինչ եք ավելացրել։ Դոմիկների համար չէ՞ զանգել։
Տնակների։ Այլ Հա, հա, հիմա տնակներ ենք ավելացրել, քանի որ շատ են ցանկացողները, ու 15 օրով ունենք 14 օրով։ Հունվարի 1-ից մինչև 14 օր։ Շատ բարձ հստակ հեռախոսազրույցից հասկանալի է դառնում, որ խոսակցությունը վերաբերում է դեկտեմբեր ամսվա այդ տոնական տաղավարներին, տանակներին։ այսինքն ես Երևանի քաղաքապետարանի հետ ոչ մի պայմանագիր չեմ կնքում։ Չէ, դուք կնքում եք Factory Production-ի հետ, որը իրականացնում է ամբողջ միջոցառումները։ Ինչ production կներեք։ Ինչ։ Ինչ production։ Factory։ Հա։ Ես կզանգեն այնտեղից։ Հա, այնտեղ լավ, Եվ ոնց որ Կիմա Աբրամյանը ասեց, ձեզ այնտեղից կզանգարեն, այսինքն Factory Production-ից։ Բայց դեպքում Կիմա Աբրամյանը այդ ամենի հետ ինչ կապ ունի, եթե այնտեղից կզանգեն, այսինքն ոչ մի բան Կիմա Աբրամյանը բացի գրանցելուց, մարդաքանակով զանգեց, փոխանցելուց, հա, ոչինչով չի անում, այսինքն այլ մարդիկ, այլ ընկերությունն է անում, ինքը Կիմա Աբրամյանը միջնորդն է հանդիսանում, որ գրանցում է այդ գումարային քանակները, քանի հոգի մուտք ելավ, այդ ամեն ինչը կուրացի է անում։ լսում եմ, ասեք։ Արժի 300,000 դրամ, ֆիրմայով եք պարտադիր պայմանագիր եք կնքում, պարտադիր պետքա post terminal ունենաք։ Ահա։ Եթե ինչ եք վաճառելու։ Ճիշտ ասած, պակ սուրճ խմիչ կապտել։ Ես զգուշացնեմ, որ սուրճ թե խմիչ վաճառող մոտադեպ 40 հոգի կա։ Բոլորը դա են ուզում վաճառել, մենք պարզապես բան չենք դրել, որ ոչ մեկին չմերժենք։ Բայց դուք տեղյակ ունենք, բոլորին տեղյակ ենք բաղում։ Ու եթե սննդի լիցենզիան դարձուգեն դուք չունենաք, մենք դրա համար պատասխանատվություն չենք բերում, դուք պետք է այդ ունենաք, էլի վաճառելուց։ Այսինքն, ժողովուրդ ջան, post terminal վարձակալողը պետք է ունենա եւ սնունդի լիցենզիա իրանք այդ ամենի հետ կապ չունեն պատասխանատվություն, հա, ոնց որ ասած, դրա կրում է վարձակալողը։ Պատվյալ դեպքում տվյալ կազմակերպությունը, հա, որ Երևանի քաղաքապետարանը մեկ անձյա գնումով տվել է, ինչի պատասխանատվություն է կրում, եթե ամեն պատասխանատվությունը ընկնում է վարձակալողի վրա, այսինքն ակնհայտ շատ պարզ է դառնում, իրանք ուղղակի վերավարձակալության տալով գումար են աշխատում, ինչը որ դա նորմալ չի, այսինքն ինչ որ ալբերտներ կզանգեն, ինչ որ մարդիկ կզանգեն, այլ ընկերություն եւ այլն եւ այլն, սա նորմալ չի։ Մեկ էլ ես ինչ եմ ուզում հասկանամ, մենք կետ մարկետի հետ պայմանագիր ենք ընկելու։ Կետ մարկետի հետ եք ընկերել, կետ մարկետը տաք կամպանիայի կուրացիա է անում, այգու ամբողջ կուրացիան է անում, քանի որ ինքը մեկ տարվա մեջ արդեն տասած մարկետ է կազմակերպել, դրա փոխը ունի շատ լավ։ Մնացած դուք կոնտրակտ եք կնքում ուրիշ կամպանիայի հետ, որը նաև կնքում է կետ մարկետի հետ, որը իրականացնում է ամբողջ այդ միջոցառումների շարքը, ու մաքրությունը, անվտանգությունը, դոմիկների կառուցումը եւ այլն։ Չէ, ես այդտեղի եմ հարցնում, որտեղ ես Շատ բարձ հստակ լսեցինք։ Պայմանագիրը կնքում ենք այլ կազմակերպության հետ, որը այդ կազմակերպությունը կնքում է կետ մարկետի հետ, կետ մարկետը անում է մաքրությունը, դոմիկների կառուցումը եւ այլն եւ այլն։ Պատվյալ դեպքում, եթե այդ մեկ ազնիվ գնումով, որ Երևանի քաղաքապետարանը տվել է, իրանք ինչ են անում։ Post terminal չեն անում, չեն տալի, սնունդի լիցենզիան վարձակալողն է, ամեն ինչ վարձակալողը, մեկ է կետ մարկետն է, տանակները դնում, մախբը մաքրում, այսինքն ակնհայտ շատ պարզ երևում է, որ այդ Factory Production ընկերությունը, որ այդ ամենի հետևում ավականու անդամ Կիմա Աբրահամյանն է, իրանք ուղղակի միջնորդ են, պատշետնիկ են, տալիս են A-ից Y-ը, իրանք մեջը փող են առնում, ինչով որ դա նորմալ չէ, հենց կոռուպցիան հենց դրա մեջ է կայանում, այսինքն բայց տվյալ դեպքում եթե սա գործը կետ մարկետն է անում, բախի Երևանի քաղաքապետարանը կետ մարկետին չի տալի, այդ տալիս է հենց Factory
production-ին, այն դեպքում, երբ որ այդ ընկերությունը ոչինչ չի անում, մնաց ամեն ինչ անում է get market, ակնհայտ շատ բարձ է դառնում, որ ինչա տեղի ունենում, ժողովուրդ ջան, սա կոռուպցիա է, շատ բարձ ամեն ինչ հիմնավորեցի, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հենց ավականու անդամ Կիմ Աբրամյանի հետ, խոսակցության զրույցը վերաբերվում էր հենց տոնական տաղավարներին եւ ամեն ինչը շատ բարձ բոլորը լսեցի։ Դե հիմա կասեք, լավ, Կիմ Աբրամյանը բիզնեսով է զբաղվում, որը Երևանի քաղաքապետարանը մեկ անձա գնումով է տվել, դա շահերի բախում է, օքեյ, դա այդպես պետք է չլիներ, բայց դա Տիգրան Ավինյանն ինչ կապ ունի, կարող Տիգրան Ավինյանը չի իմացել դրա մասին։ Հիմա ասեմ Տիգրան Ավինյանը այս ամենի հետ ինչ կապ ունի։ Ժողովուրդ ջան, սա Կիմ Աբրամյանի Facebook-յան էջն է, եւ հիմա էջի հրապարակված նկարներն ենք նայում, եւ տեսնում ենք Տիգրան Ավինյանի եւ Տիգրան Ավինյանի կնոջ նկարն է Կիմ Աբրամյանի էջում հրապարակված 2015 թվական եւ Տիգրան Ավինյանի էջը Facebook-յան նշած է, խնդրեմ ցույց տալի, որ դա չասան fake է եւ այլն եւ այլն։ Որ չասեմ, մանիպուլյացիա է, լկտի սուտ է, սենց։ Եվ կրկին Տիգրան Ավինյանն է 2014 թվականի հրապարակված նկարը եւ այս նկարում Նուարդ Վարդանյանն է, որը նա հանդիսանում է Երևանի ավականու անդամ, քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից առաջադրված։ Այսինքն դուրս է գալի, որ Կիմ Աբրամյանն եւ Նուարդ Վարդանյանը իրանք ավականու անդամ են նույն կուսակցությունից, որը Տիգրան Ավինյանն է, այսինքն դուրս է գալի իրանք երեքով հին ծանոթներ են։ Այսինքն շատ ակնհայտ պարզ է դառնում, թե Տիգրան Ավինյանը ինչ անմիջական կապ ունի տվյալ դեպքի հետ, որ Երևանի քաղաքապետարանը մեկ անձյա գնումով այդ տոնական տաղավարների բիզնեսը տվել է Factory Production ընկերությանը, որը Կիմ Աբրամյանն է այդ ամենի հետևում կանգնած է։ Եվ խնդրեմ Տիգրան Ավինյանի նկարը Կիմ Աբրամյանի հետ 2013 թվականի հրապարակված նկար։ Այսինքն ակնհայտ ամեն ինչ երևում է, որ սա համակարգային կոռուպցիա է եւ նորմալ չի, անկեղծ ասած, որովհետեւ սա նշանակում է շահերի բախում, ոնց կարա տենց լինի մեկ անձյա գնումով տալիս են այդ կազմակերպությանը, այն դեպքում, երբ որ փաստացի, ոնց որ Կիմ Աբրամյանը ներկայացեց, տենց իրանք ոչինչ չանելով, վերավարձակալությամբ տալով իրանք գումար են աշխատում, դա իհարկե նորմալ չի եւ փաստ է, որ դա շահերի բախում է։ Կրկին Տիգրան Ավինյանը Կիմ Աբրամյանի հետ Լոնդոնում, Վելիկա Բրիտանիա, կրկին Տիգրան Ավինյանի էջը նշած, կրկին Տիգրան Ավինյանը Կիմ Աբրամյանի հետ, այս էլ Տիգրան Ավինյանը 2013 թվականում Լոնդոն է գնացել, որ ման ավտոբուսները քշելով ընդուս բերեն։ Հենա ընդուց 13 թվականից Տիգրան Ավինյանը ման ավտոբուսները բերում էր։ Սա անհերքելի փաստեր է, ժողովուրդ ջան։ Կրկին Տիգրան Ավինյանը 2013 թվականի նկարը եւ մենք տեսնում ենք, որ Տիգրան Ավինյանը ստեղ մեկ անձյա գնում է կատարել, տենում եք, մեկ տոպրակով, մեկ անձյա գնում է արել, հեսա։ Ժողովուրդ ջան, շատ պարզ հիմնավորեցի, որ Տիգրան Ավինյանը Կիմ Աբրամյանի հետ հին ծանոթներ են, հստակ, պարզ հեռախոսազրույցով էլ հիմնավորեցի, որ խոսացել եմ Կիմ Աբրամյանի հետ, խոսակցությունը եղել է տոնական տաղավարների վերաբերյալ եւ այլ կազմակերպություններ, ժողովրդին զրկել են այդ հնարավորությունից, որ աճուրդով ձեռք բերեին ավելի էժան գնով, հիմա ձեռք են բերում ավելի թանկ գնով, ըտուց շահում է Կիմ Աբրամյանն է, այդ ամենի հետևում Կիմ Աբրամյանն է,
Կիմա Աբրահամյանը չհերքեց, հաստատեց, որ այո, այն Կիմա Աբրահամյանն է, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, շատ մաքսիմալ պարզ ամեն ինչ ներկայացրեցի, եւ սա նորմալ չի, սա շահերի բախում է, որտեվ ավականու անդամը նման բաներով պետքա չզբաղվի ու դուրս է գալի, բայց հակառակը, որ Երևանի քաղաքապետարանը մեկ անձագնումով նման բիզնես է շնորհում հավաքանու անդամին Տիգրան Ավինյանի հին ծանոթներին, ինչը դա նորմալ չի։ Այսքանով ես կավարտեմ տեսանյութը եւ կասեմ, ով որ կասի կոռուպցիա չկա, համար 1 կոռուպցիոները հենց ինքն է։